Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում խաղի կանոնները հաղորդումն է, որն ի դեպ մենք իրականացնում ենք մրցակցության եւ Սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Իսկ մեր հաղորդման այսօրվա հյուրերն են Սպառողների շահերի պաշտպանության վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ իրավաբանական վարչության գլխավոր իրավաբան Սուսաննա Հարությունյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քանի որ արդեն զեղչերի, այսպես ասած, ժամանակն է, եւ մենք բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստանում տարբեր հավելվածներից, որ Սև ուրբաթն է, շոփինգի համաշխարհային օրն է, ու արդեն այն ժամանակահատվածն է, երբ տարատեսակ եւ գայթակղիչ զեղչեր ու ակցիաներ են իրականացվում, եւ տրամաբանական է, որ մենք պիտի անդրադառնանք այդ հարցին։ Այս ժամանակահատվածում ինչպես պետք է անի սպառողը, որպեսզի չմոլորեցնեն իրեն, որովհետև որքան գայթակղիչ են առաջարկները, այնքան մեծ է նաև ռիսկը, որ քաղաքացին սպառողը կարող է մոլորվել։ Եվ կուզեմ սկսենք հենց օրենսդրական փոփոխություններից։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ ես կուզեի ներկայացնել միջև փոփոխությունը օրենսդրական ինչպես էր կիրառվում զեղչերը, ինչ բողոքներ էինք ստանում սպառողներից եւ հանձնաժողովի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների արդյունքում ինչեր էր արձանագրվել։ Կբերեմ օրինակների վրա, որ մեր լսողների համար ավելի պարզ լինի։ Օրինակ միջև օրենսդրական փոփոխությունը տնտեսվարող սուբյեկտները միջև զեղչ հայտարարելը եւ զեղչի ընթացքում ապրանքը իրացվում էր միևնույն գնով։ Բազմաթիվ նման բողոքներ էինք ստացել։ Երբ որ վերահսկողական միջոցառումներ էինք իրականացնում, տնտեսվարող սուբյեկտները ինչպիսի պատճառաբանություն էին ներկայացնում, ասում էին, որ կազմակերպությունը իրավունք ունի գները բարձրացնելու կազմակերպության ղեկավարի ներքին հրամանով եւ դրանից հետո իրականացնել զեղչ։ Օրինակ 100,000 դրամ անոց ապրանքը բարձրացվում էր 200,000 դրամ եւ իրականացվում էր 50% զեղչ։ Արդյունքում ստացվում էր, որ ապրանքը իրացվում է զեղչի ընթացքում նույն գնով, ինչ որ մինչեւ զեղչի հայտարարումը։ Եվ որևէ օրենսդրական կարգավորում, որևէ արգելք չկար, հետեւաբար հանձնաժողովը որևէ գործողություն չէր կարող անել։ Կար մի ուրիշ դրվագ ներկայացնեմ, որ օրինակ հայտարարվում էր միջև 70% զեղչ, ընդ որում միջև բառը շատ մանր տառերով էր գրվում, եւ վաճառքում իրացվող ապրանքների 1 կամ 2 ապրանքներ իրականացվում 70% զեղչով, ամենաբարձր տոկոսով։ Սուբյեկտները ինչ էին ասում, սուբյեկտներն ասում էին մենք իրականության համապատասխան հայտարարություն ենք տարածում, իրոք իրացվում է, այո, զեղչ կիրառվում 70% զեղչով, բայց սպառողի համար լրիվ այլ ակնկալիք էր, երբ որ ինքը տեսնում է 70% զեղչ եւ միջև բառը շատ մանր տառերով է պետք է շատ ուշադիր կարդալ, իր մոտ ակնկալիք կա, որ բոլոր ապրանքները իրացվեն 70% զեղչով։ Նման կարգավորում նույնպես չկար, որևէ արգելք, որևէ կարգավորում արկա չէր։ Ներկայացնեմ մեկ այլ դրվագ, երբ որ հայտարարում էին օրինակ էլի 70% զեղչ, բայց այդ զեղչը ուներ էական պայման։ Օրինակի համար, չգիտեմ, զեղչը կիրառվում էր աշուն-ձմեռ հավաքածուի համար, սակայն տվյալ պայմանի մասին որևէ իրազեկում չկար սպառողների մոտ։ Սա ամբողջը կարող էր հասարակությանը մոլորեցնել, վնասել սպառողների շահերը, այդ իսկ պատճառով հաշվի առնելով այս դրվագները, ուսումնասիրելով հաշվի առնելով այս դրվագները, հանձնաժողովը հանդես եկավ օրենսդրական փոփոխություններով, նպատակ ունենալով կանխել այս ամեն ինչը։ Քանի որ օրենսդրական փոփոխություններից հետո արդեն որոշակի ժամանակահատված է անցել, ես կուզեմ նաև ներկայացնեք, թե ինչ ազդեցություն ունեցան այդ փոփոխությունները, ինչպես սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա։ Կարծում եմ մեր սպառողները ներկայումս օգտվում են իրական զեղչերից, իսկ բիզնեսի համար կարծում եմ սպառողների մոտ վստահություն ձեռք կբերվի բիզնեսի նկատմամբ։
Ներկայացրիք զեղչերի եւ այլ ակցիաների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները, բայց ես կուզեի մի փոքր ավելի մանրամասն, պատմեիք, թե օրենսդրական ինչ պահանջներ են ներկայացվել եւ այդ դրանց չպահպանումը ինչի կարող է հանգեցնել։ Իմ գործընկերոջ կողմից նշված կարգավորումները երկու ուղղվածության են եղել, առաջինը առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում եւ մյուսը հարկային օրենսգրքում, որտեղ սահմանվել է զեղչ հասկացությունը, եւ արդեն այստեղ հստակ պետք է արձանագրենք, որ հարկային օրենսդրության իմաստով զեղչ եւ առևտրի եւ ծառայությունների մասին օրենքի իմաստով զեղչը տարբեր հասկացություններ են եւ թիրախային կամ մրցակցության պաշտպանության համատեքստը ներառում է առևտրի եւ ծառայությունների մասին օրենքի բնորոշումները եւ սահմանումները։ Ակցիան ըստ էության որոշակի միջոցառում է վաճառք իրականացնողի կամ ծառայություն մատուցողի կողմից, որի նպատակն է ավելացնել ծառայությունների կամ ապրանքների իրացման ծավալները կամ նպաստել դրա առաջխաղացմանը։ Ըստ այդմ մենք գործ ունենք ակցիայի դրսևորումների հետ, որոնք երկուսն են։ Առաջինը դա զեղչն է, օրինակ 20% զեղչ, եւ արդեն երկրորդը այլ գնի անմիջական փոփոխության հետ կապ չունեցող որևէ այլ միջոցառում է։ Եվ այստեղ շատ կարևոր է, եթե տնտեսավորող սուբյեկտը որևէ միջոցառում է իրականացնում եւ թեկուզ անունը դնի ենթադրենք անհավանական երևույթ, ապա եթե այդ երևույթի հատկանիշները համընկնում են ակցիայի որևէ տեսակի բնորոշման հետ, բնականաբար այս դեպքում արդեն դրա նկատմամբ կիրառելի են սահմանված պահանջները։ Զեղչը իրանից ներկայացնում է դրա գնի նվազեցում, որը հաշվարկվում է զեղչի մեկնարկին նախորդող մեկ ամսվա միջին գնի նկատմամբ։ Զեղչը կարող է դրսևորվել ինչպես տոկոսային արտահայտությամբ, օրինակ 20% զեղչ, այնպես էլ վերջնական գնի արտահայտությամբ, օրինակ եթե ասվի X օրվանից հետո ապրանքը ի տարբերություն այսինչ գնի կվաճառվի այսինչ ցածր գնով։ Այս երկու դրսևորումներն էլ ունենք։ Օրենսդիրը պահանջ է սահմանել զեղչի մասով, որ այն չի կարող տևի անորոշ ժամկետով։ Բնականաբար պետք է որոշակի ժամկետ սահմանվի եւ դա օրենսդիրը սահմանել է մինչեւ 3 ամիսը, որքան կորոշի արդեն տնտեսավորող սուբյեկտը, բայց մինչեւ 3 ամիս։ Հաջորդ պահանջը զեղչի հետ կապված, եթե զեղչը պայմանավորված լինի որոշակի պայմանների ապահովմամբ։ Ենթադրենք, եթե գնեք 2 քառակուսի մետր X ապրանքը, ապա 3-րդ քառակուսին կվաճառվի X% զեղչով։ Սա շատ պետք է ընկալելի եւ հստակ մատուցվի սպառողին, այնպես չլինի, որ ասվի հայտարարվել է 20% զեղչ եւ խանութ գնալիս պարզվի, որ դա 3-րդ քառակուսի մետրի համար է նախատեսված։ Դա գնելու դեպքում դա անթույլատրելի է օրենսդրության կիրառման համատեքստում։ Զեղչերի մասով նաև պահանջ կա, որ պետք է տեսանելի լինի մինչև զեղչումը եղած գինը, այսինքն նախկին գինը եւ արդեն դրա վերջնական գինը, սա օրենսդիրը պարտադիր պահանջ է սահմանում դրա նկատմամբ։ Ինչ վերաբերում է այլ բնույթի ակցիաներին, այլ բնույթի ակցիան այն է, երբ գնի անմիջական փոփոխություն տեղի չի ունենում, բայց դրա ձեռքբերումը որևէ կերպ գրավիչ է դառնում։ Ենթադրենք տրվում է նվեր կամ ապրանքները խմբավորվում են մեկ փաթեթի մեջ այնպես, որ այդ դրա արժեքը ավելի ցածր է, քան խմբավորման մեջ ներառված առանձին ապրանքների գների հանրագումարը, եւ այս դեպքում օրենսդիրը սահմանում է, որ չես կարող ենթադրենք ապրանքի հետ նվեր տալ, բայց ապրանքի գինը բարձրացնես այնպես, որ նվերի գինը այս կամ այն կերպ լրիվ կամ մասնակի ներառվի այդ գնի մեջ, դա անթույլատրելի է օրենքի կիրառման համատեքստում։ Հաջորդ պայմանը այլ բնույթի ակցիաներին, որ վերաբերում է, նույնպես ժամկետներն են, որ անորոշ ժամկետ չի կարող լինել եւս 3 ամիսը եւ եւս եթե կան որևէ կիրառման պայմաններ, դա պետք է հստակ եւ ընկալելի ներկայացվի սպառողին։ Այլ բնույթի ակցիաներն էլ ի տարբերություն զեղչերի չեն կարող կիրառվել ակցիայի մեկնարկից ակցիայի ավարտից հետո նույն ապրանքի վրա մեկամսյա ժամկետում, դա ի տարբերություն զեղչերի։ Թերևս ամենակարևոր պահանջը, որ օրենսդիրը սահմանում է, դա հենց իրազեկմանն է վերաբերվում, այսինքն օրենքի մակարդակով է հենց օրենսդիրը սահմանում, որտեղ նշվում է, որ իրազեկել սպառողին, այսինքն տեղեկատվությունը փոխանցել հնարավոր է թե ցուցափեղկերի միջոցով, թե վահանակների լրատվության միջոցների եւ այլ եղանակներով։
եւ գոնե դրանցից առնվազն մեկը պետք է պարունակի իմ կողմից նշվելիք հետեւյալ 4 տեղեկատվությունը։ Նախ եւ առաջ ինչ ակցիայի մասին է գնում խոսքը։ Եթե խոսքը գնում է օրինակ զեղչի մասին, թե այլ բնույթի ակցիա, եւ եթե զեղչի, ապա որքան է տոկոսը։ Երկրորդը երբ է ակցիայի մեկնարկը եւ երբ է ավարտը։ Սա կարեւոր է այնքանով, որ գործնականում շատ է հանդիպում, հայտարարված է զեղչ եւ գնում ես խանութ, բարձվում է, որ զեղչը վաղուց ավարտվել է եւ սպառողը բնականաբար ունեն հիասթափություն, իսկ անբարեխիղճ տնտեսավարող սուբյեկտն էլ շահում է մի իրավիճակ, երբ արդեն համապատասխան իրացման վայրում սպառողը այնուամենայնիվ որևէ բան ձեռք կբերի։ Երրորդ պահանջը, որ պետք է անպայման նշվի կոնկրետ խմբականակ կամ շրջանակ, թե ինչի վրա է տարածվում զեղչը։ Դա մենք գործնականում հանդիպում ենք դեպքերի, հասկանում ենք, որ կարող է խոսքը գնալ շատ մեծ խմբականակի մասին, դրա համար օրենսդիրը այլ ընտրանք է նաև սահմանել, ասվում է, որ եթե չես կարող կամ նշի շրջանակը կամ գոնե հղում տուր որևէ աղբյուրի վրա, այսինքն օրինակ շրջանակը, ապրանքների շրջանակը հասանելի է X կայքում, դա։ Եվ չորրորդ իրազեկման պահանջը, որ եթե կա էլի որևէ կիրառման պայման, ապա դրա մասին պետք է նշվի կամ նշվի դրա աղբյուրը։ Դա եւս թերևս այսքանն էին, բայց կցանկանամ նաև ասել, որ ինչպիսի ակցիա պետք է լինի եւ երբ է մեկնարկը, երբ է ավարտը, սա իմպերատիվ է, անքննելի է եւ դրանք պետք է ներկայացվեն տեղեկատվության մեջ։ Հաջորդը վերաբերում է տառաչափերին, արդեն իմ գործընկերը նշեց, շատ են հանդիպում դեպքեր, երբ գրված է 50% զեղչ եւ շատ փոքր տառաչափով գրված է մինչեւ 50% եւ արդյունքում սպառողը նման խնդրին դեմ է առնում արդեն դրամարկղում, ինչը առնվազն տհաճ երևույթ է, ուստի ամենամեծ տառաչափը եւ ամենափոքր տառաչափը միմյանցից չեն կարող երկու անգամից ավել տարբերվել։ Արդեն նշեցի, որ պետք է ապրանքի պետք է շրջանակի մասին անպայման նշի տնտեսավարող սուբյեկտը եւ օրենսդիրը սահմանել է բացասական հետևանք հենց տնտեսավարող սուբյեկտի համար, որ եթե չի նշվում, ապա ենթադրվում է, որ զեղչը գործում է բոլոր ապրանքների վրա, եթե կոնկրետ ապրանք չես նշում։ Որովհետև էլի գործնականում շատ են հանդիպում դեպքեր, գրված է մինչև 70% զեղչ եւ արդեն համապատասխան իրացման վայրում հայտնաբերում ես ընդամենը 1-2 ապրանքի վրա է 70%-ը, մնացածը 20%-ն, 30%-ն։ Այս մասով այսքանը եւ արդեն մեկ կարևոր պահանջել ներկայացնեմ, դերևս 2։ Եվ առաջինը հենց նա է, որ եթե դու տնտեսավարող սուբյեկտը հայտարարում է զեղչ, ապա դա ենթադրվում է, որ առնվազն 1/5 պետք է զեղչվի առավելագույնով։ Օրինակ 100 ապրանքից, եթե հայտարարվում է մինչև 50% զեղչ, գոնե 100 ապրանքից 20-ը պետք է հենց 50%-ով զեղչվի։ Եվ ակցիայի դադարեցման դեպքում տնտեսավարող սուբյեկտը եւս պետք է դրա մասին սպառողին տեղեկացնի, գոնե նվազագույնը իր կողմից իրազեկման արշավը դադարեցնի եւ նույնիսկ եթե ակցիայի շրջանակում համապատասխան ապրանքը արդեն վաճառվում է, համարվում է ակցիան դադարեցված, որի մասին եւս սպառողը պետք է տեղեկանա։ Այս իմաստով սա այս ամենը շատ կարեւոր է, որովհետեւ զեղչը հենց այս համատեքստում գործում է զեղչ, ոչ թե իմիտացիա, եւ սպառողն էլ իր հերթին հավաստիանում է, որ ձեռք է բերում բարձր արժեքով ապրանքը, ձեռք է բերում ցածր գնով համապատասխան միջոցառման շրջանակում։ Վստահ եմ, որ հանձնաժողովը այս ոլորտում բավականին ծավալուն ուսումնասիրություն է իրականացրել եւ կուզեմ նաեւ մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին ներկայացնենք վիճակագրություն, եթե այդպիսին կա, թե նախորդ տարիներին ինչ հաճախակիությամբ են այս ոլորտում խախտումներ արձանագրվել եւ այդ վիճակագրական պատկերին նայելով ինչ եզրահանգման է եկել հանձնաժողովը։ Այո, իհարկե վիճակագրություն կա, ես հեսա ներկայացնեմ մի քանի թիվ, ուրեմն միջև օրենսդրական փոփոխություններից հետո հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է թվով 110 ակցիա, իրականացվել է թվով շուրջ 50 վարույթ,
եւ ընդհանուր առմամբ նշանակվել է շուրջ 150 միլիոն դրամի չափով տուգանք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Հարկ եմ համարում նշել, որ ներկա պահին, այսինքն 25 թվականին բավականին նվազել են բողոքները, ընդհանուր մոտ 1-2 բողոք է եղել 25 թվականին։ Այսինքն ինչ է ստացվում, ստացվում է, որ 110 ակցիա հենց փոփոխությունից հետո խնդրահարույց է եղել, բայց մենք հասել ենք այն մակարդակին, որ ներկայումս 2 բողոք է եղել, այսինքն դա դրական դինամիկա է։ Բացի վարչահարությունից, տեղեկացնեմ, որ հանձնաժողովի կողմից բազմաթիվ պարզաբանումներ եւ եզրակացություններ են տրվել, բավականին շատ բացատրական աշխատանքներ են անցկացվել հանձնաժողովի աշխատակիցների կողմից, թե տնտեսվարող սուբյեկտների հետ եւ թե փաստաբանների հետ, որովհետեւ շատ փաստաբաններ ներկայացնում են տնտեսվարող սուբյեկտի։ Կարծում եմ, այս արդյունքն է մեր աշխատանքի, որ այդպես նվազել է ցուցանիշները։ Իսկ հետաքրքիր է, պատասխանատվության ինչ միջոցներ են կիրառվել այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ովքեր չեն պահպանել այս պահանջները։ Բնականաբար իրավախախտումները առանց հետևանք չեն մնում եւ իմ կողմից նշված կարգավորումների խախտումները եւս նախկինում հանգեցնում էին հասարակության մոլորեցման, արդեն այդ հոդվածի ուժը կորցնելուց հետո արդեն կարգավորումը տեղափոխվել է սպառողի շահերը խախտող գործելակերպի դաշտ եւ տնտեսական մրցակցության սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքով այդ իրավախախտման համար սահմանված է պատասխանատվության միջոց, մասնավորապես տուգանքի կիրառում տնտեսավարող սուբյեկտի իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5%-ի չափով։ Օրինակ ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ գործ ունենք օրինակ ապրանքը արժի 100,000 դրամ, տնտեսավարող սուբյեկտը գինը բարձրացնում է 120,000, այնուհետև զեղչ է հայտարարում եւ իջեցնում է 100,000 դրամ, այս դեպքում հանձնաժողովը ունի բավարար գործիքակազմ, բարձելու նախկինում իրացման գները եւ այդ պահին իրացման գները եւ արդեն բնականաբար դա եւս առանց հետևանք չի մնում եւ ըստ էության ոչ մենակ մրցակիցները, այլև սպառողը կամ թեկուզ այն անձը, ով երևույթի մասին տեղյակ է, միանշանակ կարող է դիմել հանձնաժողով, հաղորդում ներկայացնել եւ դրան կտրվի պատշաճ ընթացք։ Ցավով նշենք նաեւ, որ այսօր էլ կան դեպքեր, երբ որ սպառողները մոլորեցվում են, կեղծ զեղչերի են հանդիպում, հա, այսպես ասած, ինչպես եւ դուք նշեցիք, քանի որ Սևուրփաթն է շուտով։ Ես կուզեմ նաեւ ինչ որ խոսք ասեք նաև թե տնտեսվարող սուբյեկտներին եւ թե սպառողներին, տնտեսվարող սուբյեկտներին ինչպես ճիշտ վարվել զեղչերի եւ ակցիաների հետ եւ սպառողներին ինչպես պաշտպանվել մոլորեցման դեպքերից։ Նման ժամանակահատվածում, երբ արժևում Սևուրփաթն է ամանորն է, բնականաբար տնտեսավարող սուբյեկտները պետք է դրսևորեն զգոնություն եւ խստորեն պահպանեն օրենսդրի պահանջները եւ դա ուղղված չէ նրանց գործունեության սահմանափակմանը, այլ հակառակը միտված է արդար մրցակցային միջավայր ստեղծելուն եւ միանշանակ դրա հետևանքով նաեւ պաշտպանում են սպառողների իրավունքները եւ շահերը։ Բացի ակցիաների առնչությամբ ցանկացած բողոք մեր սպառողները կարող են ներկայացնել հանձնաժողովի competition.am պաշտոնական կայքում սպառողի օգնական հարթակի միջոցով, սպառողի օգնականը հանձնաժողովին չի ներդրել, որ ինքը շատ լավ միջոց է սպառողների խնդիրները լուծելու, այսինքն երբ որ բողոքը ներկայացվում է օգնականով, բողոքը ներկայացվում է համապատասխան տնտեսվարող սուբյեկտին եւ համապատասխան տնտեսվարող սուբյեկտին հնարավորություն է տրվում 14 օրվա ընթացքում սպառողի հարցը լուծել։ Բացի դրանից հանձնաժողովը արդեն բողոքը կուսումնասիրի, քննի, եթե հանձնաժողովի լիազորությունների մեջ գտնվի կհարուցվի վարչական վարույթ, եթե ոչ այլ պետական մարմնի լիազորությունների մեջ գտնվի, փոխանցվի համապատասխան մարմնին։ Շնորհակալություն ժամանակ գտնելու, այստեղ լինելու եւ մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին տեղեկացնելու համար եւ զգուշացնելու համար։ Զգոն եղեք սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, եթե տեսնում եք, որ խախտվում են ձեր իրավունքները եւ ձեզ փորձում են մոլորեցնել, ապա կապ հաստատեք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ, իսկ դուք լսում կամ դիտում եք խաղի կանոնները հաղորդումը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ուրբաթ։